Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Օմանում փետրվարի 6-ին ամերիկյան կողմի հետ կայացած անուղղակի բանակցությունները կենտրոնացած են եղել միայն միջուկային թեմայի շուրջ, այլ հարցեր չեն քննարկվել։ Ուրանի հարստացումն ըստ Արաղչիի քննարկումների շրջանակից դուրս է։ Իրանը պատրաստ է համաձայնագիր կնքել, որ ուրանի հարստացումը լինի բացառապես խաղաղ նպատակներով։ Ինչ վերաբերում է Իրանի հրթիռային ծրագրին, այն Արաղչիի խոսքով միայն պաշտպանական բնույթ է կրում։ Բանակցությունների հաջորդ փուլի հստակ օր չի սահմանվել, սակայն դա տեղի կունենա շատ շուտով։ Իրանի արտգործնախարարը շեշտել է, Օմանում ամերիկյան կողմին ասվել է, որ կա երկու տարբերակ՝ պատերազմ եւ դիվանագիտություն։ Թեհրանն ընտրում է դիվանագիտությունը, բայց պատրաստ է պատերազմի։ Եթե ԱՄՆ-ն մեր դեմ հարձակում սկսի, մենք հնարավորություն չունենք հարված հասցնելու նրա տարածքին, այնպես որ կհարվածենք տարածաշրջանում ամերիկյան ռազմաբազաներին, ասել է Արաղչին։ Նրա խոսքով դա ամբողջ տարածաշրջանը կներքաշի պատերազմի մեջ։ Դիվանագետը շեշտել է, Իրանի հարվածներն ուղղված կլինեն ոչ թե հարևան երկրներին, այլ ամերիկյան ռազմաբազաներին։ Ավելի վաղ Արաղչին նշել էր, որ բանակցությունները լավ սկիզբ էին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր հերթին հայտարարել է, որ քննարկումները լավ արդյունքներ են տվել եւ հաջորդ շաբաթվա սկզբին նոր հանդիպում տեղի կունենա։ Նա միևնույն ժամանակ նախազգուշացրել է, եթե Իրանն իր միջուկային ծրագրի շուրջ գործարք չկնքի, ապա հետևանքները ծանր կլինեն։ Թրամփը եւս մեկ անգամ կրկնել է, ամերիկյան նավատորմը շարժվում է դեպի Իրան եւ շատ շուտով այնտեղ կլինի։ Չնայած ընթացող բանակցություններին ԱՄՆ վարչակազմը նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ, ցանկում ընդգրկելով երկու ֆիզիկական անձի, 15 կազմակերպություն եւ իրանական նավթի վաճառքի հետ կապված տվերային նավատորմի 14 նավ։ Թրամփը նաեւ հրամանագիր է ստորագրել, որը թույլ է տալիս բարձրացնել մաքսատուրքերն այն երկրների նկատմամբ, որոնք շարունակում են ուղիղ կամ անուղղակի առևտուր անել Իրանի հետ։ Ըստ փաստաթղթի, ԱՄՆ նախագահն Իրանին պատասխանատու է համարում միջուկային հնարավորությունների ձգտելու, ահաբեկչությանն աջակցելու, բալիստիկ հրթիռներ մշակելու եւ տարածաշրջանային անկայունության համար, ինչը վտանգի տակ է դնում Միացյալ Նահանգների անվտանգությունը եւ նրա դաշնակիցներին։ ԱՄՆ-ն ցանկանում է ռուս-ուկրաինական հակամարտության ավարտին հասնել մինչև հունիս, հետևաբար կարող է դիվանագիտական ճնշում գործադրել կողմերի վրա, այդ գրաֆիկին համապատասխան, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։ Նա հավելել է, Միացյալ Նահանգների դիրքորոշման վրա կարող են ազդել նաև ներքաղաքական գործոնները, մասնավորապես առաջիկա միջանկյալ ընտրությունները։ Զելենսկին նաև նշել է, Վաշինգտոնի ներկայությունը բանակցային գործընթացում շատ կարևոր է բոլորի համար։ Նա շեշտել է, Ուկրաինան պնդում է, որ ռազմական գործողությունները դադարեցվեն ներկայում զբաղեցրած դիրքերում։ Զելենսկին նաև նշել է, որ Ուկրաինան ընդունել է Միացյալ Նահանգների առաջարկը ռուսական կողմի հետ հանդիպում անցկացնել Մայամիում։ Բացի այդ, Ուկրաինայի նախագահը հայտարարել է, որ Ռուսաստանը շարունակում է թիրախավորել երկրի էներգահամակարգը։ Գիշերն Ուկրաինայի ուղղությամբ արձակվել է ավելի քան 400 անօդաչու թռչող սարք, շուրջ 40 հրթիռ։ Կան ավերածություններ եւ վիրավորներ։ Զգալի վնասներ են կրել էներգետիկ օբյեկտները, երկրի մեծ մասում էլեկտրաէներգիայի վթարային անջատումներ են եղել։ Այս հարվածներից հետո Ուկրաինայի մի շարք շրջաններում կուժեղացվեն շարժական կրակային խմբերը, որոնք խոցում են ռուսական անօդաչուները։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն էլ հայտնել է գիշերն ուկրաինական 80-ից ավելի ԱԹՍ խոցելու մասին։ Կուրսկի մարզում կա 1 զոհ, 3 վիրավոր։ Բելգորոդում գրանցվել են ավերածություններ, կան վիրավորներ։ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Միացյալ Նահանգների հետ ռազմավարական գործընկերությունը վերականգնելու հույս է հայտնել։ Մենք ցանկանում ենք, որ այդ գործընկերությունը սկսվի նոր էջից եւ ուղեկցվի կոնկրետ գործողությունների ծրագրով, որը կարտացոլի երկու կողմի շահերն ու սկզբունքները, ասել է Կոբախիձեն։ Նա նաեւ կարևոր է համարել Միլանում ձմեռային օլիմպիադայի բացման ժամանակ Վրաստանի նախագահի եւ արտգործնախարարի հանդիպումը ԱՄՆ փոխնախագահի եւ պետքարտուղարի հետ։ Միացյալ Նահանգների եւ Վրաստանի միջև ռազմավարական գործընկերությունն արդեն 2 տարի է սառեցված է նախկին նախագահ Ջո Բայդենի վարչակազմի որոշմամբ։ Թուրքիայի արտգործնախարար Հական Ֆիդանը եւ Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը վերահաստատել են Թուրքիա-ԵՄ հարաբերությունների ռազմավարական նշանակությունը տարածաշրջանային եւ տնտեսական կայունության համար։ Նրանք ընդգծել են ավելի սերտ համակարգման կարեւորությունը տարածաշրջանային կապակցվածության օրակարգի ձևավորման համար, որը կնպաստի Սևծովյան տարածաշրջանում, Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում աճին եւ կայուն զարգացմանը։ Ֆիդանը շեշտել է Մաքսային միության արդիականացման անհրաժեշտությունը, իսկ Կոսն ընդգծել է, որ ԵՄ-Թուրքիա հարաբերությունների կարևոր բաղկացուցիչ է օրենքի գերակայության եւ ժողովրդավարական չափորոշիչների շուրջ երկխոսությունը։
Սպիտակ տունը ծրագրում է փետրվարի 19-ին Խաղաղության խորհրդի մասնակից պետությունների ղեկավարների հանդիպում անցկացնել, հաղորդում է Axios-ը վկայակոչելով իր աղբյուրներին։ Նշվում է, որ ԱՄՆ վարչակազմը ցանկանում է այդ հանդիպումն օգտագործել Գազայի հատվածում հրադադարի համաձայնագրի երկրորդ փուլի իրականացումն առաջ մղելու եւ անկլավի վերակառուցման համար միջոցներ հավաքագրելու նպատակով։ Դոնալդ Թրամփի նախագահությամբ ձևավորված Խաղաղության խորհրդի կազմում այժմ ընդգրկված է 27 անդամ, որոնց թվում է նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Հունվարի 22-ին Դավոսում տեղի է ունեցել Խաղաղության խորհրդի կանոնադրության ստորագրման արարողությունը։ ԱՄՆ-ն եւ Հնդկաստանն ավելի են մոտեցել առևտրային համաձայնագրի կնքմանը, հրապարակելով ժամանակավոր փաստաթուղթ, որով կնվազեցվեն մաքսատուրքերը, կվերաձևավորվեն էներգետիկ կապերը եւ կխորացվի տնտեսական գործակցությունը։ Բացի այդ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել, որով չեղարկվել է Հնդկաստանից ներմուծվող ապրանքների նկատմամբ լրացուցիչ 25% մաքսատուրքը, որը սահմանվել էր Նյու Դելիի կողմից ռուսական նավթի գնումների պատճառով։ Այս որոշումն ուժի մեջ է մտնում փետրվարի 7-ից։ Թրամփի խոսքով որոշումը պայմանավորված է նրանով, որ Հնդկաստանը զգալի քայլեր է ձեռնարկել ազգային անվտանգության, արտաքին քաղաքականության եւ տնտեսական հարցերում ԱՄՆ-ի հետ մերձեցման համար։ Հնդկաստանն ըստ Թրամփի նաև պարտավորվել է դադարեցնել Ռուսաստանից նավթի ներմուծումը եւ էներգակիրներ կգնի Միացյալ Նահանգներից։ Ընդ որում, ըստ հրամանագրի, եթե ԱՄՆ առևտրի նախարարությունը պարզի, որ Հնդկաստանը վերսկսել է Ռուսաստանից նավթի ներմուծումն ուղիղ կամ անուղղակի կերպով, ապա 25% մաքսատուրքը կարող է վերականգնվել։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահը եւ Հնդկաստանի վարչապետը հեռախոսազրույցի ընթացքում եկել էին համաձայնության, ըստ որի Հնդկաստանից Միացյալ Նահանգներ ներմուծվող ապրանքների նկատմամբ մաքսատուրքերը կնվազեցվեն մինչև 18%, իսկ Նյու Դելին մեծ քանակությամբ ապրանքներ կգնի Վաշինգտոնից։ Իսպանիայի Անդալուզիայի ինքնավար համայնքում մարդափոթորկի բերած հորդառատ անձրևները հանգեցրել են հեղեղումների, ցանքատարածությունները մնացել են ջրի տակ միլիոնավոր եվրոյի վնաս հասցնելով, ավելի քան 11,000 մարդ տարհանվել է, 170 ճանապարհ փակվել։ Իշխանությունները եղանակային վտանգի նարնջագույն մակարդակ են հայտարարել։ Սյուզաննա Չրաղյան, լուրեր։